սպանվում ոստիկանական պատի կողմից։ Այս կառույցը, ինչպես հիմա տարանջատված է հատի, հանդիսանում է ռեժիմի ձեռքին գործիք մարդկանց ծաղերի հետևը ուղարկելու համար։ Այսօր Հայաստանում բազմաթիվ վատարկյալներում որոշները նրանցից հայտարարել են հացադուլ, որոշները գտնվում են ծանր առողջական վիճակում։ Սակայն ռեժիմը օգտագործելով դատախազությունը չի թողնում, որպեսզի այս մարդիկ ազատություն կախ բանտարկյալներին։ Բոլոր բանտարկյալներին, բոլոր գլխավոր դատախազ նշանակելը դա հերթական խեղճատակությունն է։ Նա երբ ներկայացուցիչ էր, նա դեռ երբ 2008 թվականին, երբ որ Եվրոդատարանում վճիռներ էր կայացվում իօգուտ քաղաքացիների, ամեկ պլյուսի գործը կոնկրետ, նա ասում էր, տեսեք, մենք հիմա պարտվել ենք, թե հաղթել ենք, երբ ամեկ պլյուսը պահանջում էր մոտ 300,000 եվրո որպես փոխհատուցում, բայց իրան տվել են մոտ 30,000 եվրո փոխհատուցում։ Դեռ ինքներդ քննադատեք, մենք պարտվել ենք, թե հաղթել ենք։ Նույն ձև արտահայտվել է նաև անձամբ իմ գործով, երբ իմ պահանջը մոտ 30,000 եվրո էր և ինձ փոխհատուցում հասավ 3,000 եվրո։ Նա գլուխ էր գովում, որ իրանք հաղթել են, նա հաշվի չառավ, որ ցանկացած մարդու իրավունքների խախտում, անգամ եթե դրա դիմաց 1 եվրո պետք է փոխհատուցում տան, դա պարտություն է։ Եվ այս մարդը չհասկանալով այդ կանը նշանակվում է գլխավոր դատախազ։ Բացի դրանից ևս մնում է որպես ներկայացուցիչ Ստրասբուրգում։ Սա մեր խայտարակությունն է ամբողջ աշխարհում, ոչ թե միայն Եվրոպայում։ Մենք հասկանում ենք, որ այսօրվա իշխանությունները պատրաստ են ամեն քայլի, որպեսզի պաշտպանեն իրանց աթոռները, բայց ի հաշիվ մեր ազգային արժանապատվությունների սա արդեն շատ է, ժողովուրդ, սա արդեն շատ է, կողում են բանտերը բոլոր այն տղաներին, ովքեր ազատատենչ որևէ բառ են ասում։ Մենք պահանջում ենք ազատություն քաղաք բանտարկյալների, մենք պահանջում ենք տեսակցություն, մենք տեղեկություն ունենք, որ Շանթ Հարությունյանը դուրս գալով հացադուլից բժիշկների կողմից չի պահպանվել, հացադուլից հետո այդ ուրեմն ռեժիմը, սննդի ռեժիմը, իրան տվել են կերակուր, որից հետո իր ուշքը գնացել է։ Մենք պահանջում ենք տեսակցություն Շանթ Հարությունյանի հետ։ Ես չեմ ուզում, որ նրանց առողջությունը նույնպես ծայրահեղ վիճակում հայտնվի։ Նրանք շատ թույլ են և այսօր մենք պահանջում ենք տեսակցությունների վերացում անհապաղ, այլապես նրանք պատասխանատու են այդ տղաների առողջության և կյանքի համար։ Պահանջում ենք տեսակցություն։ Տարական բանը, որ պետք է ավի դա տեսակցությունն է, որ նրանք ես բարձր գան։ Եկ տեսակ ես անասունները, չասեմ անասուն չեմ ուզում անասուններին վիրավորել, այս անարացները, ստոր անարացները միշտ հասանակ մարդկային բաներից են զուր։ Չեն թողում, որ հարազատները խոսեն իրան հետ, չեն թողում, որ մարդիկ իրան տեսնեն։ 16 օր բան չկերած մարդուն ձուր են տալիս։ Հասկանում եք դա ինչ է նշանակում, որպես օրվա հազմար դա կիմանա։ 16 օր չկերած մարդու տալիս են ձուր, որը շատ հարբում է։ Սրանց անասուն ասելը շատ քիչ է։ Ազատ, անկախ, Հայաստան, ազատ, անկախ, Հայաստան։ Միայն կագբեի ագետներ, դրա համար 91 թվականներով եք նշանակել շատ արագ ձևով, այնպես պատահի, որ հայերը հաղթանան և անդրախատաներ դարան երկուներ, չիմանոք Հայաստան, Դուք իրավունք չունեք ազատության ձայնը բանդակների ճաղերի ետևում պահեք, ազատություն կաղ բանտարկյալներին, ազատություն կաղ բանտարկյալներին, ազատություն կաղ բանտարկյալներին, ազատություն կաղ բանտարկյալներին։
շենքում են գտնվում։ Մենք շատ լավ գիտենք ազգի դավաճաններին եւ բոլորը պատասխան են տալ օրենքի առաջ։ Յուրաքանչյուր արած սխալի, յուրաքանչյուր միտումնավոր մարդկանց անմեղ մարդկանց ճաղերի հետև ուղարկելու համար դուք պատասխան եք տալու։ Մեր երկիրը հանրապետություն է, մեր երկիրն է, հանրության երկիրն է, այլ ոչ թե ձեր տերերի, ծառայելով ձեր տերերին, դուք դուրս եք գալի հայ ազգի դեմ եւ դրա համար դուք պատասխան եք տալու։ Ես մեկ անգամ ասել եմ արդեն, կրկնում եմ, դու սխտախոս ես, դու տղա չես, դու սարի, շարունակում եմ։ Մենք ենք տերը մեր երկրի, մենք ենք տերը մեր երկրի։ Հանդիսանում են ոչ այլ ինչ, քան բանտարկյալներ։ Դեմ եք ռեժիմին։ Մենք դեմ ենք։